տղամարդը պետք է ամուսնանա 40 տարեկանում, կինը 30։ Տղամարդը շատ ուշ է մեծանում։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց, որոնք դեռ չեն կարողանում այդ բալանսը գտնել։ Մի վրազեք։ Դու չէիր ծառայել, քեզ բռնեցին, տարան բանակ, թիրախի տակ եք եղել թշնամու ադրբեջանական ոնց որ։ Ինքը մեր կյանքը փրկեց բոլորիս։ Մեքենան ուղղակի մտնում էր այդ մինապատ տարած։ Արտյոմ, ավելի լավ դերասան ես, թե ավելի լավ շինարար։ Ես խնդում էի, չէր ստացվում։ Վերջնձի դուս արեցին, գիտես դեկտեմբեր, ցուրտ, լեննական։ Ասեց պապա մրսում եմ, ասեցի շուտակ են պանել եք հաշիվ էր, դες մերսի։ Հայաստանում սենց հաշիվ փագած կլնեն։ Դու մտածում ես աշխարհում չեն, բայց ինչ թիվ է Հայաստանում։ Մեր օլիգարխները։ Ողջույն, թիվ թվաբանության, այսինքն խաղալու եւ տրամաբանությունը շարժելու ժամանակն է։ Ես այսօր իմ ուժերը փորձելու եմ վերվարածների կնյազի, չէ, բանակումի Մինասի եւ արդեն գուշակեցիք, որ մեր տաղավարում Արտյոմ Կարապետյանն է։ Ողջույն Արտյոմ։ Մենք չնայած արդեն երկար ժամանակ խոսեցինք, հետաքրքիր զրճեցինք, այո, շատ հետաքրքիր բաներ պատմեց, բայց մնա մյուս հյուրերի մասին։ Հա, սպասենք Սերգեյ Դանիելյանը կգա, ինքը կպատմի։ Ոնց ես, ինչ նորություն կա։ Ես դույով եմ խոսելու քո թույլտվությամբ։ Շատ լավ է։ Նորությունները շատ կան, որ ասպարեզից։ Ընդհանուր հետաքրքիր որ կան, լավ է։ Ամեն ինչ լավ է, հա, ինչ որ տեմպի մեջ ենք ընկել։ Վերադարձակ էկրաններ բոլորդ, ոնց որ քո գլխավորությամբ, ու այդ շատ հավես է, որովհետև կարոտել էինք բանակումի այդ խմբին։ Հա, այդ կարոտը ճիշտ է, ես միշտ ասել եմ ինքը հաջողված պրոյեկտ է եղել, դրա համար մեզ մինչև հիմա հեռուստադիտողը հանգիստ չի թողնում նույնիսկ փողոցում, ու իրանց ամենաշատ տրվող հարցն է հենց այդ է, երբ է լինելու, կլինի արդյոք թե չէ, դրանց պատասխաններ ես չունեմ, բայց որ ինձ թվում է կլնեմ այդտեղ։ Հա, էլի Մինաս։ Ինձ թվում է գայուս չի սազում։ Այսօր էլ ենք խաղալու ու դեռ բանակումին կհասցնենք անդրադառնալ։ 963 ռոբոտիկն է մեր սեղանին, չգիտեմ, ծանոթ ես թե չէ, արհեստական բանականության պոշտված ռոբոտ է եւ այսօր հարցեր է տալու քեզ Արտյոմ ջան, ստիպելու է որ ինչ որ պատասխաններ։ Էս ամիս գազիփով մուծել եք, տենց հարցեր ալ։ Մուծել եք, բայց։ Հա, ահա, ընտիր կոմունալները վճարել ենք։ 963-ը մեզ հարցեր է տալու, այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ։ Մենք այդ թվային պատասխանը գրում ենք գրատախտակին, իմ հետ հաշվարկի ժամանակ պտտում ենք եւ ում գրած թիվը ավելի մոտ է լինում ճիշտ պատասխանին, նա էլ հաղթում է։ 5 հարցը հնչելու տեսնենք ով կհաղթի այս խաղում։ Չեք ասում, գնացինք։ Գնացինք, լսենք առաջին հարցը։ Գնացինք։ Քանի դիտում ունի բանակում հեռուստասերիալի ամենաշատ դիտված սերիան։ Չգիտեմ, տես թվեր։ Մոտարապես, հա։ Չգիտեմ, ընդհանրապես չեմ նայ։ Ես ունեմ պատասխան։ 3-2-1։ Իմ կարծիքով 6 միլիոն։ Հա, ես համեստություն եմ արել։ Հա, դու համեստություն ես արել։ 2 միլիոն Արտյոմի կարծիքով չեմ համբերում, արի լսենք։ Դավայ։ Բանակում հեռուստասերիալի ամենաշատ դիտված սերիաներից մեկը երկրորդ սերիան է։ Այն YouTube-ում ունի ավելի քան 1,320,869 դիտում։ Ես մի քիչ գերագնահատել էի դիտումները։ Բայց շատ են նայում, մինչև այսօր նայում են, ինձ թվում էր պիտի որ անցած լինի մի քանի միլիոն։ Լավ չեն նայում ուրեմն։ Լավ չեն նայում, լավ նայեք։ Բայց ի՞նչ լավն է այս ռոբոտը, ոնց էր անունը։ 963 մեր ռադիոյի հաճախականության անունով։ Դե ասում եմ նորմալ անուն։ Օրինակ ինչ անուն կստազեր։ Ստյոպիկ։ Ես Ստիպանուշկա։ Անունը կառաջարկեմ հաղորդման հեղինակներին, կքննարկենք, կարող է անվանափոխություն ուզում ես իր այդ դույով խոսես, բայց որ թվերով է դուքով է ստացվում, էլի։ Որ տենց էլ կասենք Ստյոպ ջան, ոնց ես։ Չէ, չի խոսում, համեստություն տանի։ Համել անունը չի վերցնում, էլի։ Ծննդականով փոխենք նոր։ Արտյոմ, դու չէիր ծառայել, քեզ բռնեցին, տարան բանակ, հերիք չի, մի հատ էլ վաշտում արդարություն քարոզող, վաշտ նայող կարգեցին։ Ոնց եղավ այդ պահը։ Չգիտեմ, պատահական է եղել, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, այդ հեռուստասերիալի սկիզբը եղել է ռուսական սալդատի սերիալից, ինչ որ մոտիվներով տեղից է սկսվել։ Դրանից հետո շարունակությունը մեր սիրելի ընկեր Անդրանիկի գրածն է, որը ես խոստովանում եմ ամեն առիթով, որ նոր եմ սկսել նայել բանակումը 15 տարի անց ու շատ հետաքրքիր է, երբ որ նոր եմ նայում,
ու ամեն նայելուց ես զգում եմ ինչա գրե ու մենք ինչ ենք ստացել տարբեր բաներ այսինքն չէ շատ լավ բան ա գրե ինքը ու մենք շատ լավ ենք ստացել ու դրա համար երևի ինքը այս հաջողություններին հասավ իրական բանակներ արտացոլում բանակումը գիտես նախ ես չեմ ծառայի բանակում բայց համեմատականներ կարող եմ տանել ու երկու կողմից էլ կարող եմ գա որ հա նման էր կամ իսկականից նման չէր իսկականից նման չէր որովհետև չէր կարա այդպես բան լիներ բայց ամեն դեպքում եթե ուշադիր նայեք ինքը ցույց է տալիս ինչ չի կարելի անել ինչն է լավը իր այդ մոտիվացիան որի շնորհիվ դարձավ սիրելի նույնիսկ նախազորակոչային տարիքի տղա երեխեքի համար որոնք բանակից գաղափար չունեն, բայց ուզում էին գնային ծառայության հետ։ Բայց հաստատ կան այդ կերպարները բանակում, որովհետև իրանք իրականությունից այդքան կտրված չեն։ Մորայինների իմաստով այդ արդարության պահանջն ունեցող տղերքը իրենց իմաստով։ Ես նույնիսկ գիտեմ, որ եթե չեմ սխալվում, սերիալում օգտագործվել են իրական պատմություններ, իրական մարդկանց կերպարներ, ես եթե չեմ սխալվում Ջամշոյան եղբայրները գոյություն ունեցել են, ու հենց Ջամշոյան ազգանունով չէ, բայց այդ եղբայրները գոյություն ունեցել են, զույգեր են եղել ոնց որ թե իմ կերպարի մասին էլ եմ լսել, որ եղել է ուրիշ անով իհարկե, եղել է այդ կարգի է ձեր ասած խաղաղության տենց բանը դրոշակը ձեռը, հա, ողջունելի է, ուրախ խալի փաստ է իմ համար, որ եղել են ու ինձ թվում է հիմա էլ կան այդ կարգի մարդիկ։ Էլ դիրքերում եք եղել նշանառության տակ իմացա ես վերջում պատմում էիր, որ թիրախի տակ եք եղել թշնամու ադրբեջանական ոնց որ։ Մի քանի տարի առաջ մասնակցություն ունեցա Գարունա գեղարվեստական ֆիլմում, աշխատում էի կադրից դուրս, աշխատում էի նկարիչների թիմում, պատերազմական տեսարաններ կար այդտեղ ու այդ ամեն ինչի այդ դեկորների բանի վրա մենք աշխատում ենք, այդ ժամանակ էլ ինչ ասես եղել է այդ ֆիլմի մեջ, պիրոտեխնիկը լուրջ վնասվածքներ է ստացել, ադմինիստրատորը ձորնագլորվել մեքենա, ինչ ասես ֆիլմի ժամանակ կարա լինի ու այդ ժամանակ մենք չես մտածում էլի որ դու կարող ես հիմա ինչ որ քեզ մի հատ ժեշտից գլխարկա պետք որ հանգարց ինչ որ բան չընկնի գլխիդ այդ մասին չես մտածում նույնն է բանակումի ժամանակ ա եղել հա մենք եղել է որ գնացել ենք չիմանալով իրոք մենք չգիտենք որ դիրք էին գնում որովհետև նախորոք պայմանավորվածություն կար որ մեզ նման տեղ է պետք է տեսան նկարանելու դե մենք սովորաբար երբ որ գնում ենք ուսումնական զորանոցներ, ասենք հոկտեմբերանում, գիտենք, որ դա ուսումնական զորանոց են, դե խրամատ կար, կրակել կարելի էր, տանկ քշել կարելի էր, բայց Շամշադինի դեպքում մենք գիտենք, թե էլի տենց ինչ որ պոլիգոնոտ տեղ էին գնալու, բայց բարձրում է մենք հենց դիրքում ենք եղել ու շատ խնդալու էր, որ մեզ բացադրեցին այդ դիրքի ձևը, ասենց սեպաձև, մենք հակառակորդի մեջն էինք ու մենք ստեղ տենց ինչ ուզում անում ենք, կինո ենք նկարում, բան ենք անում։ Ինչ ուզում անում ենք։ Հա, այնտեղ ասենք հակառակորդը չի նայում, դու դերասան ես, կինո ես նկարում, մանավանդ որ այդ նույն շոյերով ես դու բանը։ Շարժ կա արդեն։ Հա։ Տես բաներ եղել է, մի անգամ տես այդ ժամանակ էր մեծ բեռնատար մեքենայով գնում ենք զինվորական ու հետներս մի հատ տեղացի պրապորշիկ կար, եթե չեմ սխալվում, ինքը մեր կյանքը փրկեց բոլորից, մեքենան ուղղակի մտնում էր այդ մինապատ տարածք ու ինքը հասկացավ մենք որտեղ ենք ու այդ կուզովի վրայից բանի սալոնի կաբինային խփեց, կանգնացրեց մեքենան։ Իսկ քո հետ կապված, որ չես մոռանում ու ամենազավեշտալին է եղել։ Նու զավեշտալ չէ, այդ վտանգավորներից պատմեմ, մի անգամ տեսարան ենք նկարում, որ էլի ես քանի որ չեմ ծառայել շատ բաներ չեմ տիրապետում այդ տերմինոլոգիաների բանի, տեխնիկաների, ես մենակ կարայի քշեի ցանկացած տեխնիկա, մեր սցենարիստն է գրում էր, ապրես անջան, ահագին բան քշինք, բայց վերտալյոտը չգրիր։ Տանգ էր ինչ էր, այդ բաշնյա ուներ, չէ՞ որ պատտվում է, ու Վահանը Թովմասյան, այդ լյուկերը որ կա, ինքը տեղից դուրս է եկել, այդպես պատկերացած, այս հատվածը դուրսն է։ Ու այդ բաշնյան ես պատտում եմ, չգիտեմ որ Վահանը դուրսն է, պատկերացնում ես ինչից ենք բրծել, որ դե շլեմաֆոնով ենք դրա շումը բան, մենք չենք լսում ոչ մի բան, որ գոռացել են եսին ոնց, որ
կադրում էր արդեն Վահանին էլի, այդ Փրկվել է Վահանը։ Հա, այտենց լիքը բաներ ա եղել, որ ինչից ասեց պրծել ենք։ 1-0 Օգուտ ինձ։ Եվ դու հաղթում ես, այո։ Բանակումի շնորհիվ։ Շարունակում ենք խաղը, տեսնենք ինչ է ասում ռոբոտիկը, երկրորդ հարց։ Քանի տարի է տևել ամենաերկար սիթքոմը։ Աշխարհում։ Աշխարհում։ Հա, աշխարհում։ Չգիտեմ։ Վայ, սպասին։ Հա, կարող է։ Դες ցախլիկ ես։ Ոնց ուզեմ։ Պերֆերատոր աշխատում շենքում։ Ենթադրենք։ Հոսանքի բառոսկեկն անում դիադը։ Ես պատրաստ եմ։ Որպես շինարար արդեն գիտես, չէ՞, որը ոնց։ Ձենից։ 3-2 Գիտեմ ով է։ 10 տարի քո կարծիքով եւ իմ կարծիքով 12 տարի մոտ են այս անգամ մեր թվերը։ Հիմա տեսնենք ով է ավելի մոտ ճիշտ պատասխանին։ Ամենաերկար սիթքոմը The Simpsons-ն է, որը եթերում է 1989 թվականից, այսինքն 36 տարի։ Ոստվոցիմ, ես եմ ավելի մոտ։ Հա։ Հավասարեցնում եմ հաշիվը, բայց մեկը հերո էինք 36 տարի փաստորեն։ Ես բայց Simpson-ը չէի մտածում։ Չգիտեմ ինչի Դրուզյանը եկավ այդ պահին։ Մեկ-մեկ հավասարեցնում ենք հաշիվը ու անցնում ենք կտրուկ դեպի վերվարածներ, մի քիչ հետ ենք գնում։ Հետաքրքիր է, գիտես թե ով է ասել քո մասին հետևյալ արտահայտությունը։ Դիպլոմ չունի, բայց շատ տաղանդավոր է։ Այդ որտեղ ասե։ Վերջերս է ասել։ Չէ, սիթքոմների ժամանակ չէ, հաղորդումներից մեկի ժամանակ է ասում, որ կրթությունը կարևոր է դերասանի, բայց կան մարդիկ, որոնք առանց դիպլոմի մեկա տաղանդավոր են։ Գիտեմ ով ասել, Արթուր Հակոբյանը։ Այո, ինչպես իմացա։ Ես տեսել եմ այդ եթերը։ Բայց կգուշակեիր, եթե տեսած չլիներ։ Երևի գիտես, որովհետև Արթուրի հետ երկար տարիներ աշխատել ենք ու ես գիտեմ, որ Արթուրի համար դա եղել է միշտ եղել է համար մեկ խնդիր, որ ամենամարդ իր գործով զբաղվի, բայց ինքը ինձ բացառում էր միշտ, որ ասում էր շնորհքով մարդ ես մարդը։ Տաղանդավոր։ Հա։ Որ լեննականցի էր դրա համար։ Չէ, որովհետև Չէ, ձեր դուետը իրականում ստացված էր։ Արթուրը չէր նայ դրան, որ ես լեննականցի եմ, թե ուզբեկ եմ պրոստը։ Ես իր հետ եղել եմ լավ պարտնյոր, մենք իրար շատ արագ զգացել ենք, այն որ կես վարքյաններ է, վարքյան չէ, կես վարքյանների մեջ ենք զգացել իրար, դրա համար ստացվել է։ Բացի այն, որ ցանկացած պահի ինքը ընկնում էր, իսկ դու բռնում էիր, ու ինքը շատ վստահ էր, որ երբել ընկնի բռնելու ես, էլ ինչ կար, որ այդ ձեր դուետը դարձնում էր այդքան։ Հա։ Գիտես, ես երբ որ առաջի անգամ դարապես հայտնվել եմ նկարահանման հրապարակում, եղել եմ այդ ժամանակ 18 կամ 19 տարեկան ու պետք է նկարվեի Արթուրի հետ։ Դա իմ համար ամենաառաջի, ես այս մասին շատ եմ խոսել, իմ ամենալարված նկարահանման օրն է եղել, որովհետև ես Արթուրին տեսել եմ եթերում, իր հումորները ուղղակի տենց են, որ գմփցրել է նաև ինձ, ու ես մտածում եմ, ես ոնց էի դիմանալու ու հենց տենց էլ եղավ։ Ու ամենասարսափելին այդ սկեչը որ նկարում ենք իմ կերպարը համարյա այդ սկեչի 80%-ը քնած է։ Այսինքն դու քնած պետք է չխնդայիր։ Հա, Արթուրը պիտի խոսեր, ես դու չխնդայիր։ Արթուրը ինչ էր կարող անել, որ ես չխնդայի։ Տենց մի ձև նկարեցինք։ Բայց եղել է դրվագ, որ չզսպես քեզ։ Շատ, վերվարածներից առաջ մի դրվագ պատմի էլի։ Պատմել եմ ուղղակի, բայց էլի պատմեմ ձեր եթերում։ Մի հատ կտոր էինք նկարում, առաջի վերվարածների ժամանակ էր, երբ որ խաղում էինք պետավտոտեսուչներ, գիտես ինչ արեց։ Ես չեմ սխալվում հաստատ 40 դուբլից ավել է տևե։ Չէր ստացվում, ես խնդում էի, չէր ստացվում, վերջնձի դուս արեցին սենյակից, Արթուրը ասաց դուս տարեք вообще երկու սենյակ ենքում տարեք, ուրիշ մարդ նստավ իմ տեղը, Արթուրի կրուպնին նկարեցին, հետո Արթուրին ասեցի երկու չէ, 4 սենյակ Արթուրին տարեք, իմը առանց նկարին, հա։ Ինչ էր անում բայց։ Դե մեխը կա, չէ, ասենք ինչ որ մի հատ բառ կա, որ էտիա, չէ, խնդալու, ասենք բադրջան, չգիտեմ, պամիդոր։ Հասնում էինք այդ տեղը, արդեն ռեքի ժամանակ, պամիդորի տեղը ասում էր քալպատին, լրիվ ուրիշ բան, դե մարդ ես դիմացի, դու էլ լարված ես, սպասում ես, որ այդ կտորը պետք է գա հասնի այդ պամիդորին զսպեմ, անցնեմ, սղցնեմ,
Պրծնի տեսան, հաստում են այդտեղ ինքը ուրիշ բառ էր ասում, ու տենց 40 անգամ ինքը նույն տեղը, նույն բառը չասեց։ Սա փոխած, սա ուրիշ բառ էր ասեց, ես չդիմացա անին դուս։ Արտյոմ, ավելի լավ դերասան ես, թե ավելի լավ շինարար։ Ինձ թվում է շինարար։ Հա։ Հա։ Դե դերասանին գիտես ինչքան ունեմ ես սովորելու էլը։ Իսկ շինարար ես, հա, ես իմ 100 տուն սարքել ենք արդեն, էլի։ Հա։ Սիրուն տներ են։ Տենց։ Նայած փողին։ Հայաստանում հələ են ռոկոկո բաներն են ուզում սարքելու։ Կան, գիտես, տենց բաներ, բայց դե փախնում ենք տենց չկան դրա մեջ։ Հիմա նոր բան է մի հատ գնում։ Մի հատ ստոպ տվեք էլի։ Այսի ուժը։ Լարված պայքար է գնում, Այո, լարված պայքար է շարունակում գնում։ ենք, լսում ենք երրորդ հարց։ Քանի բալ է եղել ամենահզոր երկրաշարժը։ Անչի համար, բրատ։ Կարող է սպիտակի երկրաշարժն է եղել։ Չէ, դրանից զոր կլինի ինձ թվում է։ 12-ը չի մաքսիմումը սանդղակի։ Հա, որ կա տես բան։ Չգիտեմ, Այսինքն մագնիտուդի ու սահմանափակ բալի կա, տարբերություն կա ինչ որ։ Մեկը Չէ, ես- վնասներն է հաշվում, մեկը էպիկենտրոնի ուժգնությունը։ Ես սենց եմ գրում։ Պատրաստ ես։ Այո։ Գնացինք 3-2-1։ 4.5։ 14.5, իսկ իմ կարծիքով 11 բալ։ Լսենք Լսենք։ ճիշտ պատասխանը։ Ամենահզոր երկրաշարժը եղել է 1960 թվականի մայիսի 22-ին, Չիլիի մեծ երկրաշարժը, մագնիտուդը կազմել է 9.3-ից 9.5 բալ։ 9.3-ից 9.5, սպիտակին է ավելի շատ չի, մագնիտուդով 8-ը։ Էդի մեկ հայերս շատացրել էինք։ 10 բալ Մենք չի էս եղել։ այսատ։ 10, Դե 11։ իմ տարբեր թվեր են ասում, 11 են ասում, 12 են ասում, ես Ես տենց էլ հաղթում եմ քեզ։ 2-1։ 10 սկ։ Երկրաշարժի օրը մենակ տանն ես եղել, չէ՞։ Այնքան եմ ծիծաղել այդ պատմության Չէ, վրա, որ խնդալու քեզ թվացել է, թե երկրաշարժը դու ես անում։ Պատմի։ Դե այդ օրը չգնացի դասի, մնացի տունը ու Սկսեց պատմել չարաճճի աչքերի մեջ փայլեր են վառվում սենց։ ու տենց 200-ից մեղը, տենց գազոնել են, վախտվար գազերը լավն են, էլի, միացել էի հարտաշուրթով, ասել է պլասկագուպցիով, տակասնում էի, տենց դարբնություն էի անում ու սկսվավ այդ ամեն ինչը, դե թակուն էի անում, բնականաբար ամեն ինչը իմ մոտ պանիկա էր բերում, որ ուրեմն լավ չի ու երբ որ սկսվեց կյանքում չեմ իմացել երկրաշարժի մասին, չեմ լսել, տենց փորձեցի մի ձև փախա տնից, մի ձև դուրս եկա, տենց դարպասի վրա, օպանով էս կոմենկով ու փողոցում լիքը արդեն ժողովուրդ։ Ու այդ ամբողջ ընթացքում քեզ թվում է։ Ես մտածում եմ, всё, ես եմ արել, всё, հարևանների գորգորոց են գալիս, ես երեխա եմ, մի 10 տարեկան, բայց հասկանում եմ, որ այդ գազը ունի խողովակներ ու մեկը մյուսի հետ կապ ունի, տներով ուրեմն վերջ, ես եմ հերթականությամբ, սաղ տները ես եմ գմբստում, չգիտեմ ինչ անում։ Ու տենց ու որ տեսա մամայիս վազելով, որ եկավ ինձ գրկեց, ասեց չվախենաս, սա երկրաշարժ էր, ես այնքան էի ուրախացել, որ սաղ լացում է, սաղի համար լուրջ տրագեդիա, ես ուրախ եմ, որ այդ երկրաշարժը ես չեմ անում։ Ես չի արել, հա։ Ճոմ այդ օրերի մասին շատ տխուր բաներ միշտ քննարկում խոսում ենք, բայց պապաս օրինակ այդ սերնդից է, էլի փոքր է եղել, որտեղ դուք տարեկիցներ եք, բայց լիքը զավեշտալի բաներ է պատմում։ Դու ինչ կհիշես այդ օրից։ Ես հիշում եմ այդ բանը, որ հետո ինչ որ միտեղ նույնիսկ տպագրված ես տեսա, որպես անեկդոտ, Գյումրեցու այդ հումորի չափն էին երևի ուզում ցույց տալ, թե ինչը կամ որակը կամ տեսակը։ Ես հիշում եմ տենց բան, որ փոքր երեխա էր, ասեց, դե գիտես դեկտեմբեր ցուրտ լենական, ասեց պապա մրսում եմ, ասեց իշուծակ են, պանել եք հաշի վրա, չես մրսի։ Ես այդ վաղ հասկացա, որ այս տեսակին կոտրել հնարավոր չի, իրանք այդ օրնել են անեկդոտ հորինում ու հետո տարիներ հետո միտեղ տպագրված չեմ հիշում, որ դե տեսել։ Շատ կան անեկդոտներ, որ այդ օրերին ուղակի մարդիկ իրար հետ խոսել են, բայց շատ զավեշտալի է, էլի, որ այդ փլատակների մեջ, բայց հումորը չի մեռնում, էլի։ Ուժեղ տեսակին։ Մեր հումորը ինչպես կբնութագրես։ Օ։ Ձյաձը կոֆեն խմեց բրդով։
Էսի շտրո բանում, նայ։ Ուզում ես հետը սինխրոն անեմ։ Դավայ։ Տակցնում ես գործիք։ Թող արա, տակցնում։ Էսի գործանել չի։ Էսի հնդիկ։ Հայոց երկրի հայ շինարար։ Էսի հնդիկ է էսի։ Ռասիստական բաներ մի ասա։ Օ, էսի մեր Վալոդիկն է։ 2-1։ Okay։ Հաղթի այսօր։ Քանի սանտիմետր է մարդու ամենաերկար լեզուն։ Օ, Աստված իմ։ Լեննականցի կլինի։ չէ։ Չէ։ Չէ, լենականցի անունն է։ Դե նայես լեզուն դե որտեղից ես հաշվում։ Ասենք եսի։ Որտեղից օրինակ կարելի է Դե հաշվել։ արմատից թե բերանից դուրս հատվածը չեմ կարող ասել։ 3-2-1։ 14 սանտիմետր, իմ կարծիքով 11։ 11 իմն է։ Գնացինք։ Channel Taper-ը հայտնի է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար լեզու ունեցող մարդ։ Նրա լեզվի երկարությունը կազմում է 9.7 սանտիմետր։ Իմը չեք չափ է դուք ես չեմ հասկանում։ Ինչ եղանք հաշիվը 640-ով։ Ես էի ավելի մոտ։ Դու էիր, հա, 3-1։ 3-1։ Ամոթս։ Ու մնաց մի հարց, Արտյոմ։ Հիմա արդից օգտվում ենք իրար հետ մի հատ բարբառային խաղ ենք խաղում։ Ես քեզ եմ բառ ասում, դու ես գուշակում, մեր բարբառով, հետո դու ես ինձ ասում։ Հիշի մի քանի բառ, որոնք դժվար են։ Լավ, ստեղ ես գրեցի։ Դու գիտես, որ ես Նուր TV-ում բարբար բաթել եմ խաղում հիմա։ Մենք դες հաղորդում ունենք։ Բայց այդ հաղորդումից է բացի ես քեզ գրել եմ։ Ստեղ գնացինք։ Դու Թազա TV ես, չէ՞, հա, օքեյ։ Հա, Թազա TV-ից եմ, հա։ Ղայիշ։ Գոտի։ Ղայիշով ծեծ չես կերել, դու դրա համար չգիտես, էլի, գոտի։ Ծեծել ես դու ղայիշով։ Ես ծեծել, չէ։ Յորղան։ Վերմակ։ Հանետո քրքիրո։ Դավ երկար կմտածեմ, ասա։ Ցվետնո։ Կանի երկար ցվետնո։ Հələ մտածե ինչ կերնի ցվետնոն։ Միգուցե անանաս, միգուցե մայատնիկի վտուլկի։ Ինչ կարաներ, ծաղկակաղամբ։ Հիմա դու ես ինձ ասում։ Գնացինք։ Waterbus։ Կարամ անգլերեն ամս, waterbus։ Հիմա ինչքան շինարարական գործիք կա ասելու ես։ Waterbus ես։ Մի րոպե, դրանք պապի գործիքներից են։ Ես ուղղակի չգիտեմ այդ կոնկրետ ինչ process-ի մեջ օգտագործվում։ Waterbus։ Պապս շոտ ասում, պապի կներես։ Դաժա երևի ասել եմ մի հատ էլ այդ Waterbus-ը տուր։ Հարթաչափն է։ Հարթաչափ։ Հա, էդ էլ ինձ բան չի ասում։ Ղազմեն, չհիշեցի։ Ղազմա։ Ղազմա։ Էլի գործիք է, չէ։ Մի րոպե։ Հələ նկարագրի ինչ կարա։ Ինքը տեաձև գործիք է։ Տեաձև։ Ահա։ Նենց հուշում եմ տվեք, ես ուզում ես նկարեմ Հələ նկարե։ Քլունք։ Աբրես։ Ղազմա։ Լավ։ Ձյաձը կոֆեն խմես բրծավ։ Էսի արդեն կուխնյայի բաներն անում հոսանքն է։ Նայ, երկու հատ էլ ու կվարի այդ գյոզալ գործիքը։ Շարունակենք։ Որքան է կազմել ռեստորանում փակված ամենամեծ հաշիվը։ Ամենամեծ հաշիվը ռեստորանում փակված։ Ինչ պիտի պատվիրած լինեն, կոկորդիլոս։ Դե հիմա գիտես ինչ կա, կարող է մի հոգու մասին չի խոսք, կարող է այդ հարսանիքի հաշիվը ասում ես մարդը։ Գնացինք, պատտեցինք։ 40 միլիոն։ Դու մտածում ես սա շատ է։ Ես վստահ եմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանում սենց հաշիվ փակած կլինեն։ Դու մտածում ես աշխարհում չեն լինի, բայց ինչ թիվ է Հայաստանում։ Մեր օլիգարխները։ Բա, ինչի մասն է խոսքը, 40 միլիոնով մարդիկ կոշիկ են առնում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ստեփան։ Ռուսաստանցի գործարար Վիկտոր Հոսիկը 2017 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում գտնվող մի ռեստորանում փակեց ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար հաշիվ։ Ընդամենը։ Սյոպը մեզ խափում է, ես քեզ ասեմ։ Արտյոմ, որ աղջկա հետ կնոջ հետ գնաց ռեստորան հաշիվով ապակելու։ 50 cent-ը շատ սիրուն է պատասխանը դրան, ասում է ով որ կանչել է, ով որ նախաձեռնել է, թող ինքն է մտածի։ Հա։ Իսկ ո՞նց ես վերաբերվում մեր օրերում կնոջ եւ տղամարդու հավասարության այդ անընդհատ քննարկվող թեմային։ Հավասար։ Իրականում չկա այդ հավասարությունը։ Էս իմ սիրած թեմաներից է։ Չկա այդ հավասարությունը, որովհետեւ կինն ու տղամարդը շատ տարբեր մարդիկ են։
շատ տարբեր աշխարհների մեջ։ Դե լավ, իրավունքների տենց որ նայես, ազատ կամքի դրսևորման գրած բաները չեմ ուզում, այն որ որտեղ հավասար չեն, լավ, ասա քո կարծիք։ Արդեն հավասար չեն, որովհետև իրանք տարբեր աշխարհների մարդիկ են, տարբեր աշխարհներ ասելու իրանց սեռական աշխարհներ նկատի ունեն, ու իմ համար միշտ բան է, այդ շատ մեծ բան է, որ այդ երկու տարբեր մարդիկ իրար հետ կարողանում են ապրել, ընտանիք կազմել, բան, այդ տարբեր մարդիկ եկել են պատկերացնում իրար հետ։ Այն որ ասում ես չլնող բան է, էլի, դրա համար ես միշտ ուրախանում եմ, երբ որ ստացվում է, էլի, զույգի մոտ, Մեն ձեռը ծարկ, սեղանին, սա, չէ, կանիկ մարդու տեղը կուխնին է։ Չէ, կատեգորիկ դեմ եմ դες բաների, ինչի տղամարդու տեղը կուխնի չի։ Չէ, որ ասում ես հավասար չեն, որովհետև մարդկանց մի խումբ կա, որ այդ հավասար չենը ընկալում է մոտավորապես տենց, որ Գիտես ինչ, երբ որ մենք արդեն դնում ենք սահմանափակումներ, որ կինը այստեղ պիտի սենց այսքան, տղամարդը սենց այսքան, այդ սահմանափակումներով մենք ստեղծում ենք նոր խնդիրներ։ Դրա համար ինձ թվում է պետք է չլինի այդ սահմանափակումները, եթե այդ երկուսը կարան իրար հետ խոսան, հանդուրժեն, սիրեն իրար, հարգեն, լսեն, ընդունեն, ամեն ինչ կստացվի, հիմա կարևոր չի կուխնյայում ով է այդ պահին։ Բացարձակ։ Ստացվել է մոտդ։ Այդ կյանքը, հա, երջանիկ եմ ես։ Հա։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց, որոնք դեռ չեն կարողանում այդ բալանսը գտնել։ Մի վրազեք։ Տղամարդը պետք է ամուսնանա 40 տարեկանում, կինը 30-ում։ Բացառությունների մասին չեմ խոսում, ինձ էլի եմ ասում հանգարտ չծեծեք, բայց ինչի եմ ես դրա անեկի հասել, որովհետև լավ բան կա, լավ թեմա կա, որ տղամարդը շատ ուշ է մեծանում, տղամարդը մեծանում է գծետը նու միջին է, էլի 40-ից հետո մեծանալ ինչ է նշանակում, ուրիշ ձև ասեմ, տղամարդը մեծանում այն ժամանակ, երբ որ չի նեղանում։ Երբ որ չէ, երեխուն որ մի բան ասում ես, ինքը նեղանում է, խռովում է, չէ, բան, երբ որ տղամարդը էլ չի նեղանում, всё ինքը տղամարդը պատրաստ է դրան։ Հետո տղամարդիկ էլի եմ այդ մասին խոսել, որ իրանք միշտ սիրում են խաղալ, խաղալիքներ խաղալ։ Հիմա սպորտերը բերեք նայենք, որտեղ ստադիոն կա, հա, զրիցելների մեծամասնություն, ճշո մեծամասնություն տղամարդիկ են, այսինքն իրանք խաղում են, իրանք խաղալիքներ են սիրում, այս ավտոն քշենք ջարդենք, մյուսը առնենք, քշենք ջարդենք, շպրտենք գարաժը, մյուսը բան։ Իսկ աղջիկները իրանց այդ աղջկական տարիքում մի հատ տունտունիկը, մի հատ ռեզինը, մի հատ հալամոլան, մի հատ եսի ինչը խաղացին, բրծանը անցան ուրիշ կյանքի մեջ։ Տղեկը շարունակում են խաղալ։ Մինչև մայլ կա նշանադրություն, ամուսնություն, չգիտեմ ինչ, ժողովուրդ իմ համար չկա այդ ամեն ինչը։ Զաքս, եկեղեցի փսակվել չկա իմ համար այդ ամեն ինչը, որովհետև իմ համար կստացվի այն ժամանակ, ես տենց եմ մտածում, ոչ թե իմ համար եմ ասում, ցանկացած մարդկանց համար, ովքեր իրար սիրում հարգում են, կստացվի այն ժամանակ, երբ որ իրար հետ ապրեն, որովհետև երբ որ մարդիկ կենցաղում ապրում են իրար հետ, հասկանում ես, երբ որ դու մինչև ամուսնանալ կենցաղում չեն ապրում, չէ, մինչև ամուսնանալը իրանց հանդիպման զոնաները ինչ որ բան, չէ, ժամանցային զոնաներ են, չէ, ռեստորանասրճան, այգի, ես իմ ծովափ, ես իմ մի բան, չէ, կենցաղի մեջ չեն, բայց երբ որ գնում ես ամուսնանում ես մտնում ես կենցաղ, ուրիշ բան է, դու մի օր առաջ ուրիշ բաների մեջ ես եղել, ստեղ գնում արդեն չէ համաձայնություններ, չէ, ես իմ ինչ էր ու մեկ է նայում ես ասում ես ես դժբախտ եմ, չստացվեց, արա չէ, դու դժբախտ չէ, պրոստը դու սխալ էիր սկսել։ Գիտեմ, հեսա ավանդապաշտ բան sense մի հատ գալու են, բա ոնց կլինի, բա մեր ադատը յոլա, մեռնեմ, ձեր ադատին է, ձեր յոլին է, բայց այտենց չի։ Ոնց փակենք հաղորդումը, պարտվել ես։ Կարանք sense վեկանենք, փակենք բանալիով։ Դե լավ, ժողովուրդ ջան, հարգելի մեր սիրելի հետևորդներ ջան, մենք այսօր փակում ենք մեր հաղորդումը, մեծ հույսով որ այն նորից կբացվի հաջորդ շաբաթ եւ մենք կունենանք շատ հետաքրքիր հյուր, գրեք մեզ, կառաջարկեմ գրեք ինչ դնենք մեր ստյոպիկի անունը, դա իմ առաջարկությունն էր, բայց մի տեսակ տենց այդքան էլ քաղաքավարի չի 9-6 ոնց 9-3 9-3 տենց ինչա давайте ինչ որ անուն դնենք իրան թեկուզ ձյաց ստյոպիկ բայց կարող է ճոճը լինի ինքը ինչ որ տենց ձեր տարբերակները գրեք որոշեք սերը տարիքը եւ անունը ու գրեք անպայման մեկնաբանություններում դուք դիտում եք թիվ թվաբանություն հաղորդումը հազիվ հասցրի ձեզ հետ Արտյոմը եւ Այդաներ եւ մի խումբ լիքը մարդիկ ովքեր այս բանին չեն երևում տեխնիկական խնդիրներից ելնելով Հաջողություն կհանդիպենք
Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։